Մի րոպե։ Ամենայն հավանականությամբ դուք արդեն տեսել եք այս տեսանյութը, որովհետև հիմա այն ամենուր է, ամենտեղ տեղադրված է այս վիդեոն, բայց իրականում այն նկարահանվել է 2007 թվականին Անտարկտիդայում։ Այս տեսանյութում մի պինգվին դուրս է գալիս իր ընտանիքից ու չի գնում դեպի օվկիանոս, ինչպես մնացածը, այլ ինքը որոշում է ընտրի այլ ճանապարհ ու գնում է դեպի լեռների խորք։ Իսկ պինգվինի համար օվկիանոս նշանակում է կյանք, սնունդ, գոյատևում, այսինքն սա միակ ճիշտ ճանապարհն է։ Սկզբում բոլորը մտածում էին, որ նա հիվանդ է ու կորցրել է կողմնորոշումը կամ ուղղակի չի հասկանում, թե ուր է գնում։ Գիտնականները ինչքան ուսումնասիրում էին այս դեպքը, ասում էին, որ նա ուղղակի չի թափառում, այլ նա հստակ գիտի, թե ուր է գնում եւ ունի նպատակ։ Նույնիսկ ասում են, որ եթե նրան բռնեին ու հետ բերեին մնացած պինգվինների մոտ, միևնույն է, նա դուրս կգար ու կգնար նույն ուղղությամբ, որովհետեւ նա արդեն ընտրել էր իր ճանապարհը։ Ու այստեղ այս պատմությունը դադարում է լինել պինգվինի մասին, որովհետեւ մարդկանց մոտ էլ է այդպես։ Մենք ապրում ենք մեր գաղութներում, որտեղ ամեն ինչ մեր փոխարեն արդեն որոշված է։ Ուր գնալ, ինչ անել, որտեղ է անվտանգ, եւ շատ հաճախ մենք գնում ենք նույն ուղղությամբ, ինչ բոլորը, ոչ թե որովհետեւ այդպես ենք ուզում, այլ այդպես է ընդունված։ Բայց մի օր մարդու ներսում կարող է առաջանալ մի պարզ ու շատ հանգիստ զգացում, որ սա իր ճանապարհը չէ, ու նա կարող է դուրս գալ համակարգից ու գնալ լրիվ հակառակ ուղղությամբ։ Կողքից սա կարող է թվալ սխալ, անիմաստ եւ նույնիսկ խելագարություն, բայց սա բողոք չի, ապստամբություն չի։ Սա այն պահն է, երբ դու գիտես, թե ուր ես գնում, երբ մարդը իսկապես գիտի իր ճանապարհը, նրան ոչինչ չի կարող կանգնեցնել։ Ոչ վախը, ոչ տրամաբանությունը, ոչ էլ կողքի մարդկանց կարծիքները։ Եվ այդ ժամանակ նա էլ ինչպես այդ պինգվինը գնում է իր ուղղությամբ, եթե նույնիսկ ոչ ոք չի հասկանում ինչու։ Մեկ րոպեն ավարտվեց, կհանդիպ